Մուլտիպլիկացիոն ողջույններ, սիրելի մեծեր եւ փոքրիկներ։ Եթերում մուլտիկնիկ մանկապատանեկան ուսուցողական հաղորդումն է։ Ձեզ է ողջունում մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը եւ մեր ժամապահ Քերին, ով այսօր երկար ժամանակ կտա մի հետաքրքիր ձեր շատ սիրելի հերոսներից մեկին նկարենք։ Դուք ձեր դեղին մատիտները, ինչու դեղին։ Դուք ձեր բոլոր գունավոր մատիտները, սև կախարդական մատիտը, ռետինե ջնջոցը եւ սպիտակ թղթիկը պատրաստ պահեք, ես հիմա կասեմ թե ինչ մուլտիպլիկացիոն կերպար ենք նկարելու։ Բազմաթիվ մեր մշտական հեռուստադիտողները խնդրել են Քերի Մուլտիկնիկին, որ Քերի Մուլտիկնիկը սովորեցնի ձեզ նկարել ձմեռ պապ մուլտիպլիկացիոն։ Ինչու այսքան շուտ։ Հիմա կասեք, դե կարող ենք նաև նկարել դեկտեմբեր ամսվա վերջին։ Էլի ձմեռ պապիկներ մենք կնկարենք։ Գուցե մի ամբողջ շաբաթ, հեռուստատեսային շաբաթ, տրամադրենք հենց ձմեռ պապիկներին։ Բայց փոքրիկները այստեղ բացատրում են թե ինչու շուտ նկարել։ Նրանք ուզում են թղթիկից բացիկներ, նամակ բացիկներ պատրաստել, նկարել վրան ձմեռ պապիկին ու նամակ գրել ձմեռ պապիկին, թե ինչ նվեր են ցանկանում, որ ձմեռ պապը ամանորյա գիշերը նրանց բերի, ինչ նվեր բերի։ Լավ, ես փոքրիկների առաջադրանքը չեմ մերժի, ձեզ կսովորեցնեմ նկարել ձմեռ պապ, որպեսզի դուք ձեր բացիկի առաջին էջում գլխագրի վրա նկարեք։ Պատրաստ եք։ Հիմա բարակ սև մատիտն եմ սկզբից վերցնելու, նկարելու եմ գլխարկը, մորթիա մասը, կետիկներով, ինչու կետիկներով, որպեսզի հետո զիգզագաձև այն դարձնեք, դուք սովորական ուղիղ գծիկով կարող եք անել, հետո ջնջել, դարձնել զիգզագաձև։ Իսկ զիգզագաձև ինչու, որպեսզի մորթիա երևա պապիկի գլխարկը։ Այսպեսի մի պատկեր ենք նկարում։ Գլխարկի երևի այս մասից վերևի մասը այսքան փոքրիկ մի պատկեր կնկարենք, ինչու, քանի որ մենք Սանտա Կլաուս չենք նկարում, նկարում ենք ձմեռ պապ։ Դրա համար թող գլխարկը այսպեսին լինի։ Հետո ձմեռ պապի ունքերը կնկարեմ այստեղ սպիտակ։ Քիթիկը։ Այստեղ կլորիկ աչքերը 1, 2, ներքևի հատվածից գծիկներ։ Կիսալուսնաձև սևիկները 1, 2, շատ լավ է։ Բեխերը նկարենք մեր ձմեռ պապիկի։ Այստեղից սրազայր բեխիկներ ենք նկարում։ Զիգզագաձև իհարկե, այսպես։ Հիմա այտը կնկարենք այստեղից։ Մորուքը այստեղից կսկսենք նկարել։ Այստեղ է այտը ու մորուքը շարունակում ենք այսպես զիգզագաձև գծիկներով նկարել։ Բերանին խորություն կտանք, սևով կներկենք ու ներքևի շրթունքը։ Տեսակ, մեր ձմեռ պապ արդեն պատրաստ է, սիրելի փոքրիկներ։ Պետք է մորուքի վրա գծիկներ անել, երկար մազեր տալ։ Շատ լավ է։ Հիմա հագուստը, գուցե ձմեռ պապիկի քուրքը նկարենք։ Այսպես, ուրեմն այստեղից թեքությամբ քուրքը կնկարենք, հետո հասցև մատիտով անպայման ընդգծելու ենք։ Աջ ձեռք կախենք ներքև, մորթիա մասն էլ չմոռանաք նկարել, այստեղ ձեռնոցը, բութ մատիկը, ձախ ձեռքը կծալեմ այսպես, կպարզեմ ձեզնից դեպի աջ, մորթիա մասը էլի չեմ մոռանա, ձեռնոցի բութ մատիկը կնկարեմ, ծալված մատերը, ու այստեղ գավազան կտամ սիրելի փոքրիկներ, մեր ձմեռ պապիկին։ Այսպեսի մի գավազան։ Հետո էլի քուրքի ներքևի հատվածում զիգզագաձև գծիկով մորթիա հատված կստանանք։ Աջ ոտքը կպարզենք դեպի ձեզնից ձախ, երկարաճիտ կոշիկը կերևա, դե ձախն էլ դեպի աջ։ Կենտրոնական մասում էլ այսպես մորթիա շերտիկ կտանք, էլի զիգզագաձև գծիկներով։ Մեր ձմեռ պապը պատրաստ է, եկեք նրան ընդգծենք, իմ փոքրիկ բարեկամներ։ Ընդգծենք, հետո նոր սկսենք ներկել, պատրաստ եք, չէ։ Վերցնում եք սև մատիտը, ընդգծում ենք մեր ձմեռ պապին։ Ամենակարևորը հեզ ձևով նկարեցինք, չէ, շատ հեշտ էր։ Ասում եք չի ստացվում։ Ուրեմն
գլխարկից սկսում եմ ընդգծել։ Այսպես։ Հետո մորթին ընդգծում եմ էլի զիգզագաձև։ Մազերը, թևիկը, էլի, այստեղ արդեն ձեռնոցը, կասնենք քուրքին, զիգզագաձև մորթին, երկարաճիտ կոշիկները, որ մնացել են քուրքի տակ, այսպես, հետո ձախ ոտքն ենք ընդգծում, այսպես շարունակ, եթե նկատեցիք իմ փոքրիկ բարեկամներ, ավելի ընդգծվեց մեր ձմեռ պապը և ավելի տեսանելի է, անցնում ենք ձեռքին, այստեղ մի քիչ զգուշությամբ, քանի որ քիչ հետո նաև ձեռնափայտը, այսինքն գավազանն ենք ընդգծելու, կլորիկ հատվածը գալարաձև կդարձնեմ, այսպես իջնեմ ներքև, ձեռնոցը կընդգծենք ու կշարունակենք արդեն գավազանը մինչև ներքև։ Ընդգծեցիք, շատ լավ է, ես կարող եմ նաև ժամանակը նայեմ, ասեմ, ու մենք դեռ ժամանակ ունենք, կարող եմ նաև ընդգծել սիրելի փոքրիկներ, դետալները, ներքևի հատվածը, գուցե թիթիկը մի քիչ հաստացնեմ, այսպես, աչքերը կլորացնեմ, ձմեռ պապիկի բեղիկները սրածայր, այտերը, հիմա արդեն մորուքներ կընդգծեմ, էլի զիգզագաձև գծիկներով, իմ փոքրիկ բարեկամներ, այսպես նկարը ձմեռ պապիկին ավելի դուր կգա, երբ որ դուք ձեր բացիկի վրա նրան նկարեք, ընդգծեք, գեղեցիկ ներկեք, վերևի հատվածում ասենք գրեք նամակ ձմեռ պապիկին, ձեր ցանկությունը գրեք և ուղարկեք։ Վերջ, այստեղ էլ մի քանի գծիկներ, քանի որ մորթեա է գլխարկի այդ հատվածը, այստեղ էլ, քանի որ նրանք սպիտակ են մնալու, վերջ, հիմա պետք է ներկել, կարող եք ձմեռ պապե ակուստը նաև կապույտ ներկել, բայց քանի որ ձյունապատ դաշտնել ենք մի թեթև կապույտ երանք տալու ձյան կլորությունը երևալու համար, ես ուզում եմ մեր ձմեռ պապիկին ներկեմ, ինչ գույնով, կարմիր, կարող եմ նարնջագույն էլ ներկել, լավ, եկեք կարմիր ներկենք, վերևից եմ սկսելու, ուշադրություն, գլխարկի վերևի հատվածը, ոչ մորթեա, կարմիր եմ ներկում, հետո իջնում ենք ներքև, արդեն քուրքն ենք ներկում, ընդգծելով այնքան այն պատկերը, որը պետք է կարմիր ներկվի, մորթեա հատվածները, իմ փոքրիկ բարեկամներ, կթողնենք սպիտակ, ինչպես նաև մորուքը, ձախակողմի հատվածը, քուրքի, կամ վերարկուի, ընդգծեցինք, հիմա ներկում ենք, այսպես, հիմա աչակողմյան հատվածն ենք վերարկուի ընդգծում, այսպես, թևիկը, ձախ, ձեզնից աչ գտնվող ձախ թևիկը, ուշադրություն, էլի կարմիր ենք ներկելու, կարծես թե ավարտում ենք, եկեք սիրելի փոքրիկներ, ձեռնոցները կարմիր չներկեմ, մի փոքր գույնը փոխենք, ավելի գունեղ ստացվի մեր հերոսը, նարնջագույն եմ ներկելու, այսպես, հիմա ձախ ձեռնոցը ներկեցինք, նույնիսկ փայլիկ թողեցինք, հիմա աչ ձեռնոցն ենք ներկելու, լավ է, վատ չէ, և եկեք նաև կոշիկները նարնջագույն ներկենք, կարմիր չուզեցին ներկել, ընդգծենք պատկերը սիրելի փոքրիկներ և ներկենք, նաև փայլիկ եմ թողնում, եթե նկատում եք, իսկ աչ կոշիկի ոչ թե դիմային մասը փայլիկ պետք է թողնենք, այլ կրնքի, այսպես,
Շատ լավ է։ Ինչ ենք անելու իմ փոքրիկ բարեկամներ։ Վարդագույն մատիտը կվերցնեմ, նաև կարմիր մատիտը։ Քիթիկը մեր ձմեր պապիկի մի փոքր կարմրացնենք։ Այսպես։ Այդ դերը կիսալուսնաձև կարող եք ներկել, այսպես, այդ դերը։ Շատ լավ է, կոպերը կարելի է ընդգծել։ Ներքևի շրթունքը մի փոքր շատ լավ է։ Էլ վարդագույնը գուցե, եկեք, բաց նարնջագույն մատիտով ներկենք դեմքը։ Ավելի գունեղ լինելու համար ունքերը սպիտակ ենք թողնելու, իմ փոքրիկ բարեկամներ։ Աչքերն ենք սպիտակ թողնելու։ Մնացածը ներկելու ենք բաց նարնջագույն։ Թող գունեղ երևա մեր ձմեր պապը։ Մեզնից չնեղանա, որ վատ ենք նկարում։ Այսպես, շատ լավ է։ Տեսեք իմ լավ բարեկամներ, մեր ձմեր պապին ինչ անենք, որպեսզի մորուքը սպիտակ մորթուց մի փոքր տարբերի, որպեսզի տարբերվի այդ դեղին մատիտով գծիկներ կանեմ։ Բեղիկների վրա, բայց սպիտակը շատ չեմ ճնշի, այսպես։ Այսպես, ձեռնափայտը կներկենք մանուշակագույն, թող գեղեցիկ լինի ձեռնափայտը, ձմեր պապի։ Դեղին կխառնենք, որպեսզի մի քիչ կլորանա։ Այսպես, դեղին ուր է մեր ժամանակ ունենք, դեռ ինչ լավ է, քերին բարի է այսօր, բայց եթերային երկար ժամանակ է տալիս։ Տեսեք, դեղին մատիտով գավազանը կլորացնենք։ Եվ մեզ օգնության է գալու ամենակախարդական մատիտներից մեկը, բաց կապույտ մատիտը, տեսեք, նախ մուկ, մի փոքր մուկ կապույտ մատիտով ոտքերի տակ ստվեր կանենք դեպի ձախ ձեզնից, ձեռնափայտն էլ կունեն այդ ստվերը, իսկ բաց կապույտ մատիտով ուղղակի այսպես սպիտակ մորթիները լավ երևալու համար կեզրագծենք և ջան թմբեր կստանանք, այսպես, ամբողջովին սպիտակը չենք ճշի, այսպես, էլի ժամանակը, տեսեք, էստեղ էլ մյուս կապույտով, ավելի մուկ կապույտով կամ թմբիկներ կստեղծենք ետևում կամ ամպեր, էլի սպիտակ թղթիկը ճնշում ենք այն մասերում, որտեղ կան սպիտակ մորթիներ, ձմեր պապիկի ալեհեր մազերը, տեսակ, աչակողմյա մասը, կրկնում ենք, այսպես, թևիկի մորթին էլ անցանք, կարող ենք ասել, որ մեր ձմեր պապը պատրաստ է։ Նույնիսկ կարող եք գեղեցիկ փաթիլներ նկարել մեր ձմեր պապիկի համար։ Մի ուրիշ կապույտով ասենք։ Դե, ես ուղղակի այսպես շատ արագ փաթիլներ կնկարեմ, կցանկանամ, որ դուք ավելի գեղեցիկ ժամանակ ունեք, գեղեցիկ նախշերով փաթիլներ նկարեք։ Ուղղակի տեղերը ցույց տամ ձեր բացիկի վրա, թե որտեղ կարող են լինել փաթիլները։ Այս մասում էլ կարող եք գրել նամակ ձմեր պապիկին։ Ապրեք դուք, այս նույն ձմեր պապը սիրելի Վանաձոր քաղաքի փոքրիկներ, երեխաներ և մերձակայքում բնակվող փոքրիկներ, այս նույն ձմեր պապը մեզ հյուր կգա, որտեղ Վանաձորի տեխնիկային թատրոն, ձեզ էլ եմ հրավիրում դեկտեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 30-ը ժամը 12-ին, 14-ին և 16-ին հրավիրում եմ մասնակցելու մեր ամանորյա հեքիաթ ներկայացումին, որ կոչվում է կախարդական վրձին։ Այնտեղ կլինի և ձմեր պապը, և քերի մուլտիկնիկը, Սանչո, Պոնչոն, կլինեն կախարդներ, ավազակներ, կոշկավոր կատուն, հավատարիմ շնիկը մեր քուչին, դե տոմսեր ձեր բերելու կամ տեղեկությունների համար, սիրելի մեծեր, ձեր փոքրիկների համար եմ ասում, կարող եք զանգահարել 033 0412 44 հեռախոսահամարով։ Թող այս հեռախոսահամարով միայն զանգահարեն մեծերը։
Մոտեցավ ավարտին մեր հաղորդումը, սիրելի փոքրիկներ, ես նորից կհիշեցնեմ մեր ամփոփող հասցեն, որպեսզի դուք ուղարկեք ձեր նամակները, հորինված պատմությունները, նույնիսկ կարող եք այս Ձմեռ պապիկին նկարել եւ ուղարկել Քերի Մուլտիկնիկին։ Մեր ամփոփող հասցենը Փոստային քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, եթե գրում եք դանդաղ կարող եմ ասել, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն, Մուլտիկնիկ հաղորդմանը։ Այսօրվա համար այսքանը, այս Ձմեռ պապը նկարեցինք մեր մշտական հեռուստադիտողների խնդրանքով, ինչու այսքան շուտ ամանորյա Ձմեռ պապ նկարեցինք, քանի որ նրանք ցանկացան սովորել նկարել Ձմեռ պապ, այն դարձնել բացիկ, թղթիկը ծալել, գրել նամակ Ձմեռ պապիկին, գրել ցանկությունները եւ ուղարկել Լապլանդիա։ Բա ժամապահ Քերին ասում է վերջ, մեր հաղորդումը մոտեցավ ավարտին, ձեզ ցտեսություն է ասում ժամապահ Քերին, մեր նոր մուլտիպլիկացիոն Ձմեռ պապը, Քերի Մուլտիկնիկը եւ մուլտ աշխարհի բոլոր հերոսները։ Մինչ նոր հանդիպում։ Ալբուլդամ